Հարգելի գործընկերներ, ձեզ հետ եմ ուզում կիսվեմ հետևյալ տպավորությամբ։ Բարձացանք եւ 3 դուր ծեծեցի, բարև ձեզ։ 3 դուր ծեծեցինք, հələ խնդրում եմ մեր թիմի ներկայացուցիչներին ուշադրություն։ 3 դուր ծեծեցինք, ուրեմն պարզվեց 3 դրան հետևում էլ ապրում են մեր ծրագրերի շահառու մարդիկ։ Առաջին դուրը երրորդ երեխան էր ծնվել եւ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան 50,000 դրամներ ստանում եւ նաեւ երեխայի միջև 2 տարեկան խնամքի նպաստը, այսինքն 50,000 պլյուս 30,000, դե ցավոք ասեց որ ամուսինը չի աշխատում, չգիտեմ, կարող է, բայց փաստացի այդ ընտանիքը ապրում է այդ 2 սոցիալական ծրագրի հաշվին։ Իհարկե հույս ունենանք որ ամուսինը աշխատանք կգտնի եւ կաշխատի։ Մյուս 2 դռներում թոշակառուներ էին, որոնց թոշակը 10,000 դրամով բարձանում է, ֆորմալ նոմինալ թոշակը դե պարզ է, հետ վճարը եւս 10,000 դրամ եւ երկուսն էլ առողջության ապահովագրության շահառու են։ Այսինքն պատահական սկզբունքով հարկ դուր, որտեղ 3 դուր, 3 ընտանիք եւ 3-ն էլ մեր սոցիալական ծրագրերի շահառու են։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Էսա ուրիշ դռներ էլ բացեցենք, ուրիշ տեղեր էլ ենթադրվում է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որ իմանայինք տանն եք, ձեր տուն էլ կգային։ Բարձանանք։ Բարձանանք, տարամ երկու խոսքով եմ խնդիրը ներկայացնում 2000 թվականից Հայաստանում եմ գնացել, բայց օրինակ ոչ մի փող չունեմ, հաստատություն ոչ քաղաքացի եք։ Ոչ քաղաքացի։ Բա ինչի։ Ոչ մի փող չունեմ, օրենքով, որ ծնվել եմ դուք ստանում, իջերնա ընդդեմ քաղաքացի։ Ընդդեմ որտեղ է։ Դե եղբայր, սենց ոտի վրա ես։ Օրենքի Պետք է դիմեք քաղաքացիություն ստանաք։ Եթե մերժման հիմք չկա, կտանք քաղաքացիություն։ Օրենքի մտես կետ չկա, որ քաղաքացիություն տա։ Ոնց չկա տենց կետ։ Բացառությամբ նախագահի շնորհով լինի, ընդհանրապես ներողություն։ Մի րոպե, եղբայր։ Եթե դուք քաղաքացիություն չունեք, քաղաքացիություն ընդհանրապես շնորհվում է նախագահի հրամանագրով։ Այսինքն ուրիշ ռեժիմ չկա քաղաքացիություն ստանալու։ Պետք է դիմեք քաղաքացիություն ստանալու համար։ Ստեղ եք ծնվել։ Ախպերս աստե ծնվել։ Չէ, դե դուք բանակա գնացեք, միջև հիմա քաղաքացիություն չի կարող ստանալ, ասում են գնա Թուրքմեստան, այնտեղ կարդալով։ Էս ինչ նամակ է։ Կարճ համառոտ մնացած դերի։ Դավիթը Գևորգյան ստեղ էր, էլի մի հատ մոտեցեք իմ օգնականն այստեղ։ այստեղ։ Բայց դուք ես հաջի շատ տեղեր եք դիմել։ Եղբայր, հա, իմ օգնականն է։ Ականջի հետև գցելու բան չկա, եթե լուծվող հարց է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Քանի տարեկան եք դուք։ Ես 65, Բարև ձեզ։ Հիմա դուք էլ եք փաստորեն մեր 2 ծրագրի շահառու եք։ Առաջին առողջության ապահովագրություն եւ երկրորդ թոշակի բարձրացում։ Եվ երրորդ անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի ստացում։ 3 ծրագրերից է տեղյակ եք։ Այո։ Հետ վճար ստանում եք։ Հա, ստանում։ Ինչքան եք ստացել մի հատ այդ բանից դուր։ Ինչքան եք ստացել։ Հետ վճար։ Այո։ Ամիսը, վերջին անգամ որ ստացել եք, ինչքան եք ստացել։ Վերջի անգամ հիվանդ պարկած եմ, եղել տենց առևտուր չեմ արել, 1000 քանի 100 այկ է, բայց 5000 էլ այկ է, 6000 է, բայց այս նորը հələ չեմ արել։ Դե նորով ավելի շատ կստանաք, ավելի շատ։ Մի հատ նվիրեմ սրանից ձեզ։ Ահա, էս սենց։ Ինչ ունեք ասելու։ Ոչի, շնորհակալ եմ։ Հաստատ։ Հա, շնորհակալ։ Հաստատ հիմա ասենք Խաղաղություն լինի։ Հիմա որ ասում եք շնորհակալ ենք, դե բան է, եթերա, բան է, ձեր տուն ենք եկել, ձեր տուն ենք մտել։ Հիմա չէ, մի րոպե, հիմա որ դուռը փակենք գնանք, հետևից եք ասելու շնորհակալ, թե ասելու Չէ, շնորհակալ, չեք ասում շնորհակալ։ Շատ լավ, շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Բայց մեր եղբայր ասցի օգնական ես շատ անգամ բազմիցս շատ օգնականների տվել եմ։ Եղբայր, ես մի րոպե, ես ոչ հարկ եմ։ եղբայր, մի րոպե, էլի սպասեք, լսում եք ինչ եմ ասում։ Եղբայր, մի րոպե, 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 մի
ես չեմ զբաղվում նրանով զբաղվող ինստիտուտներ կան Լավ չես զբաղվում, շատ վատ ես զբաղվում։ շատ լավ լսեցին ուղիղ եթերում Պամբարմի, ես այս ֆայդերությամբ խմած ավտո քշեմ, իսկ այնստեղ շտարակ չեն կարող տամ։ Ես կորոնայի ժամանակ միտումնա որ առած դիմակ եմ ֆռացել։ եղբայր ես հասկանում եմ ասում եմ թուղթը տվեք իմ օգնականը Շատ շնորհակալ, դեպա։ Դուք եք հրավիրել, մենք չենք ներխուժում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ դուք ոնց եք։ Նորմալ, շնորհակալ ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լինի մեր ոդկը ձեր տանը։ Ինչ եք անում, ինչով եք զբաղվում։ Աշխատում ենք։ Հիմա հանգստանում ենք։ Երեխաներ ունեք։ Դեռ չէ, սպասում ենք։ Իսկ դուք տեղյակ եք, որ այս տունը ոնց եք ձեռք բերել հիպոթեկով, իսկ դուք տեղյակ եք, որ երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկի մարման աջակցության ծրագիր կա։ Թորոսյանը, խնդրում եմ Թորոսյանը թող գա, էլի։ Մատ Թորոսյանը թող գա։ Չենք հասցնի եղբայր, իրատեսական չի։ Ուրեմն տեղյակ եղեք, որ երեխայի ծննդյան դեպքում բացի այն վճարները, որ ստանում եք, հիպոթեկի գա։ Էսա գա Թորոսյանը հույս ունեմ ավելի լավ կհիշի։ Շնորհակալություն, նստեք։ Ոնց եք, ինչով եք զբաղվում, աշխատանք։ Ատեստավորվել եք։ Երբ որ ատեստավորվեք, ձեր աշխատավարձը կրկնակի կավելանա։ Իմիջայլոց ասեմ, որ մենք հիմա հաջորդ փուլով ատեստավորված ուսուցիչների համար ատեստավորման նոր գործընթաց ենք սկսել, որ եթե Պարոն Թորոսյան, ուրեմն նորապսակ զույգ է երեխային սպասում, այս տունը վերցրել են հիպոթեկով։ Երեխայի ծննդյան դեպքում մենք ունենք հիպոթեկի աջակցության ծրագիր, կհիշեք ոնց է աշխատում այդ ծրագիրը։ Այնտեղ տան գնից կախված ինչ որ գումար, մայր գումարից բան ենք անում։ Այսինքն երեխան որ ծնվում է, Մեկը երեխայի կարգաթվից կախված ինչքան առաջինն է։ Առաջինն է, չէ՞։ Եթե չեմ սխալվում, առաջին Ինչքան? դեպքում էլ կա 30 միլիոն բնակարանը 500,000։ ու եթե երկրորդ, երրորդ, չորրորդ համ տանգինն է բարձրանում, համ փոխհատուցվող գումարի չափը։ Այսինքն հիմա ուշադիր կլինեք, միասնական սոցիալական ծառայության հետ աշխատեք, երեխան երբ որ ծնվի, կֆիքսի, որ դուք ունեք հիպոթեք։ Երեխան որ ծնվում է, բացի այն մնացած բաները, որ չգիտեմ, առաջին երեխայի դեպքում հիմա մենք Եվ որ երեխան ծնվի, այդ դեպքում ձեր հիպոթեկին միանվագ կառավարությունը փակում։ Հա, գիտեիք, դե մենք էլ այսքան չարչարվեցինք, ասենք լավ, ոչինչ, նրանք ովքեր որ չգիտեն։ Արդեն մեր նոր սիրուն լավ պայմաններում կգնանք բալիկոնենալու ծննդատան։ Հա, կհասնենք։ Այո։ Հա, ճիշտ է։ Իմիջայլոց, դուք երևի արդեն Սիսանի նոր բժշկական կենտրոնում կլինեք, որտեղ պայմաններում բոլորովին Տիկին նախարար տեսեք, հա, խոստացել է։ Հա, դրա համար վստահ ասեց, ինչ որ մայիսը մեր հաշվարկների մեջ չէր մտնում։ Սա երեխա ունեցող ընտանիքների Ուրեմն հունվարի 1-ից հետո տան արժեքը չի գերազանցում 35 միլիոն դրամ, եթե չի գերազանցում աջակցության չափը 2 երեխայի դեպքում մինչև 1 միլիոն, 3 երեխայի դեպքում Իսկ ծնվելու դեպքում 4 եւ ավելի դեպքում 2 միլիոն։ Առաջի երեխայի Մեկը դեպքում տարեկան Նորպեսի բանն էր, նոր տուն ձեռք բերելու դեպքում է։ Իսկ մինչև 1 երեխային է երկրորդ բաղադրիչ։ Հա, ընտանիքը չունի այլ անշարժ գույք է տելա։ Ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով մինչև 500,000։ Ուրիշ անշարժ գույք ունեք։ Երրորդ եւ հաջորդի դեպքում մինչև 2 միլիոն։ Համատեղ սեփականության գույք ունեմ, բայց 49 քանի Այդ կարող է խնդիր լինի։ տոկոսը չպետք է անցնի։ Չէ, եթե չի գերազանցում, ոնց որ թե համար։ Կարճ ասած 500,000 դրամ հիպոթեկից փակվում է, ձեզ բարի ազատում լինի, ուրախություն։ Հա, մի րոպե, երկրորդ երեխայի դեպքում էլ աջակցություն կա, երրորդի դեպքում էլ, կարճ ասած այս տանը մենք ահագին կմասնակցենք, երեխան ձեզանից, մասնակցությունը մեզանից։
Սպասի, մի վարկյալ։ Հարգելի գործընկերներ, էլի լուրեր ունեմ ձեզ համար, Բարև ձեզ, պարոն Միքայելյան, բարով եք եկել, բարև ձեզ, հա, ինչի՞ չէ։ Ուրեմն էլի լուրեր ունեմ ձեզ համար, որովհետև եւս երկու բնակարան մտանք, մեկը մեր հարգելի երիտասարդ զույգինը եւ եւս մի բնակարան, մեկը էլի թոշակառու էր եւ թոշակի բարձրացման եւ առողջության ապահովագրության շահառու էր, իր երիտասարդ ընտանիքը սպասում էր իրենց առաջին երեխային եւ ահա այդ տունը ձեռք են բերել հիպոթեկով։ Եվ մենք ունենք ծրագիր, որ առաջին երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկով ձեռք բերված տունը, եթե 35 միլիոնը չի գերազանցում, միանվագ երեխայի ծննդյան փաստով 500,000 դրամ հիպոթեկի վարկից, մայր գումարից մարում ենք։ Այնպես որ